Բարև ձեզ, պարոն Հարությունյան։ Ես լրագրող եմ Նյուզայեմից։ Երեկվա այդ հայտի միջադեպի հետ կապված ձեր մեկնաբանությունն եմ ուզում լսել, ասում են, որ դուք հարձակվել եք։ Դες բան չի եղել։ Դե եկել եմ ձեր մեկնաբանությունը լսելու։ Կասեք, ինչ ա եղել։ Կադրերում երևում է, որ նաև դուք եք հարվածում։ Ինչ տեղի ունեցավ, ինչից սկսվեց ամեն ինչ։ Ես հարվածում ես։ Կասեք, ինչ։ Համեցեք ներս, համեցեք գնանք խոսանք։ Եկեք մի հատ բանը բացեք։ Ամեն ինչ սկսել է նրանից, եկել են մեքենային կանգնացրել են։ Չգիտեմ, թե ուզում էին բան սադրեին, թե ինչ էին ուզում անեին։ Ուզում եք դուրս եկեք շրջապատում, ովքեր ինձ ճանաչում են, թող մեկ ասի, թե ինձնից մի անգամ կռիվ ա եղել կամ ես ինքս խաղաղության կողմնակից եմ ու միշտ ձգտել եմ դրան։ Ուղղակի մեզանից կախված չի էլ այդ միջադեպը։ Ես ձեզ ամենայն ազնվությամբ որպես ազատամարտի, որպես մարդ ես ձեզ վստահեցնում եմ, նստեք։ Ուզում եք երդվեմ, որ Չէ, երդվել պետք չէ, ես պարզապես որպես լրագրող եկել եմ իրականությունը իմանալու ինչ է կատարվել եւ կողմերին լսելով նաեւ ձեզ եմ։ Սադրել են թե ինչ են եղել, ես չգիտեմ, ինձնից կա, ես ուզեցել եմ ամեն ինչ խաղաղ վերջանա, բայց մենք մեր կյանքի մեծ մասը տվել ենք մեր հայրենիքին, հիմա էլ ենք պատրաստ տալու։ Ինչի մենք պիտի կայրեք մեկնաբանում են, որ ԿՊԱ-ականների կողմից է սադրանքը եղել, այնուհետև վերածվել է վեճի եւ ես ձեզ որպես տղա, երդվում եմ։ Արեք ես հեռախոսը տարեք մի հատ, որ անդադ զանգում եք չեմ պատասխանում, համբերեք էլի մի քիչ։ Դուք էլ դուրս գնացեք, էլի, խնդրում եմ։ Նստեք զրուցենք, ինչ կա ես պահերը բան չունեմ, Ես կյանքումս ազնիվ մարդ եմ, դաժե սուտ խոսացած չկամ, հիմա էլ ձեզ ասում եմ, որ ես սուտ չեմ խոսում։ Ես մեքենայի մեջ եմ նստած եղել։ Եկել եմ, սենց հարձակվել են մեր վրա, Սամվել վարչապետ, ասեցի, լավ, վարչապետ։ Այսինքն հարձակվել է, ինչ նկատում եք։ Ձեռներով սենց հարձակվել է, եկել կանգնել է, մեքենայի միջից մենք ոչ արձագանքել ենք, ոչ բան։ Ուղղակի տղերից մեկը ասաց, «Էս ինչ են անում»։ Անակնկալի ենք եկել, մենք հանգիստ գնացել ենք ծաղիկներ են դրել մեր ընկերների շիրիմների վրա, ուզեցել ենք, որ մեր հարգանքի տուրքը մատուցենք, գանք մեր խաղաղ, թող մեկը գտնվի, ասի, որ երկրապահի նախագահան մի անգամ թեկուզ ձայնա բարձրացրել կամ ինչ-որ մեկի վիրավորել։ Եթե կգտնեք այդպիսի մարդ, ես ձեր էֆիրով էլ ներողություն խնդրեմ, որտեղ որ կուզեք։ Չկա այդպիսի բան։ Ես ինքս խաղաղ մարդ եմ, մեր կռիվը հայերի հետ չի, ոչ Սամվել կարա, ոչ մեկի հետ չի։ Մեր կռիվը ուրիշ տեղ ա եղել, հիմա էլ մենք մեր կարծիքով կպահենք մեր զինվորներին։ Ասում եք խաղաղության կողմնակից եք, բայց տեսանյութում ակնհայտ երևում է, որ դուք եւս այդ կրթուկին մասնակից եք լինում, անգամ այնտեղ հղիկին կա, որ հղիկինը ես չեմ տեսել։ Այսինքն ինչ եղավ։ Ես չեմ տեսել, հղիկին ընդհանրապես ձեր բռնության հետևանքով եւ ձեր թիմակիցների, այդ թվում նաեւ ձեր բռնության հետևանքով երկու հոգի առնվազն, ես երեք տեսա, դրախոսից տեղեկացա, երկու հոգի առնվազն տեղափոխվել են մարմնական վնասվածքով, կոտրվածքով հիվանդանոց։ Կան իրավապահ մարմիններ, թող զբաղվեն, ով է սադրել, ինչի պիտի մեր մեքենայի դեմը կտրեն, ինչի պիտի գա մտնի մեր մեքենայի մեջ, ինչ որ բաներ պահանջի, պատասխան եք տալու, ես ինչի են, ինչի համար, մեզ թուրք անվանեն, ինչի համար։ Մենք տես չենք ապրել մեր կյանքը, մենք հիմա էլ ենք այդպես ապրում, հանգիստ ու խաղաղ։ Դուք կոնկրետ հարվածել եք, քանի հոգու եք հարվածել։ Ես ոչ մեկի ես ուզեցել եմ, հնարավոր է հրեն, որ նստի ավտոն։ Ոտքով հարվածել եք ձեռքերով։ Ես տեսանյութ նայել եք դուք տարածված։ Ես նայել եմ, բայց ես ոչ մեկին ոչ հարվածել եմ, ոչ էլ պատրաստվել եմ հարվածել։ Ես ձեզ երդվում եմ, կարաք բացեք, եթե կա բան, ես այս բաներ չեմ նայում, ոչ էլ Facebook-ների մեջ կամ։ Ինձ հետաքրքիր չի այդ բաները։ Ես կատարում եմ իմ ծառայությունը, իմ հայրենիքի առաջ, ու տենց էլ պիտի շարունակեմ։ Իսկ ով չի ծառայել, թող նրանք մտածեն, որ հայրենիքի համար իրենք պարտքն են տալու։
Ես մի որդի ունեմ, շուտով էլ պատրաստվում եմ մեկնելու հայկական բանակ ծառայելու։ Պարոն Հարությունյան, դուք, եթե չեմ սխալվում, երբ որ պաշտոնը զբաղեցիք 2024 թվականին, ձեր գործընկերը, մարտական ընկերը զոհվել էր եւ մեկ տարի թափվել էր այս պաշտոնը, եւ դուք ստանձնեցիք այդ օրը, ես հիշում եմ, որ դուք հայտարարեցիք, որ դա պաշտոն չէ, այլ բեռ է։ Հիմա էլ եմ ասում։ Եվ հիմա, որ նայում են օրինակ այդ քաղաքական ինտրիգների մեջ, այսինքն դուք կուսակցական եք, ԿՊ-ի քարոզարշավին ինչպես եք մասնակցում։ Ես որպես կուսակցական եմ, երբ որ մեր ընկերը թեկնածու էր համայնքապետի, ես պարտավոր էի կանգնել իմ ընկերոջ կողքը ու կանգնել եմ։ Ով է ձեր ընկերը։ Սային Այրապետյանը, որը որ հիմա ես շարունակում եմ նրա գործը։ Նա էլ իր ամբողջ կյանքը նվիրեց հայրենիքին, մեծ մարդկանց նման էլ կյանքը ավարտեց արտերկրում։ Հիմա ես պարտավոր եմ եւ իր շիրիմի առաջ եւ մեր բոլոր զոհված ընկերների առաջ, որպեսզի կարողանամ շարունակել նրանց գործը։ Այս միջադեպը եղել է կանցնի, սա մեջ ոչ բան չկա։ Ես կանանց հետ ինչ գործ ունեմ, կանայք իմ քույրերն են, ես ոչ կանանց մոտ եմ գնացել։ Ուղղակի այդ տղան շատ, ոնց ասեմ, կոպիտ էր պահում իրան, կգնաք իրան կհարցնեք, կասեք ով է ճանաչում եք իրան ձեր համակարգ։ Ես իջել եմ 5 անգամ իրան դաժե խնդրել եմ, ասել եմ գնա էլի, ով։ Այդ տղայի անունը ճանաչում Ես չգիտեմ, չեմ ճանաչում իրան։ Ինքը եկել է կանգնել, ասել է պատասխան եք տալու մի այն բանի համար, որ մեկն ասել է, ասենց ուղղակի ձեռքով ասեց, ես ինչ են անում։ Մեքենան քշել է եկել է մեքենայի կողքը կանգնել է, երկու ձեռքով ասենց շատ բարձր տոնով գոռում է դու պատասխան ես տալու մատ բարձրացնելու համար, քո զարմանքը արտահայտելու համար, դուք պետք է պատասխան տաք բոլորին։ Ես իջել եմ ասել եմ աղբեր ջան գնա շարունակի քո ճանապարհը։ Մենք էլ գնանք մեր ճանապարհով, ինչ ես ուզում դու, մենք քեզ վատ խոսք ասել ենք, քեզ ոչինչ չենք ասել, գնա։ Բայց չեկել ավտոյից, ինքն է իջել առաջին ակրես, մոտեցել է, մեր ընկերն էլ է իջել, ես էլ մոտեցել եմ, խնդրել եմ գնա, շարունակի քո ճանապարհը, նստի մեքենան գնա, էլի ինչ ես ուզում, այ աղբեր։ Երևի ինձ էլ չէր ճանաչում ինքը, ուտել ստացվավ էլի, ոչ մեկ չի ուզեցել մեր կողմից կռել դինք։ Քանի որ հակառակ կողմից ասում եմ, մյուս կողմը ասում է, որ սադրանքը եղել է ԿՊ-ի կողմից, դուք միայն այդ մեքենան է եղել, թե մի քանի մեքենայով եք եղել, այսինքն կարող է մեքենայից եղել է սադրանքը, որին դուք ականատես չեք եղել։ Ոչ։ Ես հանգիստ գալիս ենք, ուղղակի շատ զարմացա, որ մեր մեքենան տեսնելով այդ աղաղա, ուղղակի ինչի չեն գցում, ոնց են աղաղակել, մեր մոտից էլ նկարով չի եղել։ Այդ բղավոցների տակ ես, չգիտեմ, ես մի քիչ էլ շատ անհանգստացա, մտածեցի, ինչ է կատարում այստեղ, խլացրի ձայներով, այնքան բարձր էին աղաղակում, Սամվել վարչապետ, հա, ընտրարշավա, թող գոռան, բայց սենց ձեռքերով, դրոշակներով մոտեցել են, ղժում են, ճչում են, կանայք, ասում ես, ինչ է կատարում, ուղարկված են, թե դիտավորյալ են անում, ազնվությամբ չեմ հասկացել ես։ Դուք ում հետ եք օրինակ ձեզ հետ ովքեր էին։ Եղել է ԵԿՄ-ից էլի մարդիկ կային։ ԵԿՄ-ից իմ հետ եղել է իմ մարտական ընկերը, որը որ նույնպես, չգիտեմ, ինքն էլ կուսակցության անդամ է։ Ոչ։ Կուսակցական, այո, մենակ ես եմ անդամ։ Եվ այլ ով է եղել։ Անդամ չկար այնտեղ։ Չէ, բացի ԵԿՄ-ից այլ անձինք ովքեր։ Չէ, ես չգիտեմ այնտեղ ով է եղել։ Ես թիմակիցների նկատում եմ ովքեր։ Թիմակիցները բոլորը գնացել էին։ Մնացել էր մեր մեքենան, ես բոլորին ճանապարհել եմ, մեր մեքենայով ուզեցել եմ վերջինը գամ, որ տեսնեմ ինչ հետևից եմ գնացել ես ուղղակի անակնկալ եկա, այն տեղում են հավաքվել, որ այնտեղ նորակառույցներ են, ընդհանրապես այնտեղ քարոզարշավի բաներ չկար, մարդ չկա այնտեղ, բնակիչ մի երկու տուն է, եթե կուզենաք բարձրացեք, խնդրեմ նայեք։ Դա նոր գյուրին բնական։ Այո, նոր գյուրինի վերջը, արդեն որ մենք իջնում ենք, ժամը ես այդպես մոտավորապես 4-ի մոտերը կլիներ, որտեղ 4-ից երևի այդ սահմանը։ Եվ այս դեպքով, հա, դուք
հարցակմվել եք արդեն իրավապահները ձեզ հրավիրել են միջադեպով։ Դեռ որ ես պատրաստ եմ իրավապահները թող իրենց էլ կանչեն, այդ տղային էլ կանչեն, հարցնեն ինչի համար ես հարցակվել այդ մեքենայի վրա, պատճառն ինչ է եղել։ Ոչ իրան բան ենք ասել, թարսել չենք նայել, ինքը մի անգամից եկել է, մեքենան ընեցա, քշել, որ ես, այսինքն վար է, մոտեցել է այնքան մոտիկա կանգնացրեց մեքենան, ես նորից եմ կրկնում, այդքանը լավ հիշում եմ, մնացածը ես արդեն միտքս խառնվել է, ես մտածել եմ բայց դες ինչ որ վիրավորական արտահայտություն հավի անգամ խփել, ինչ որ բան եղավ, որ դուք սկսեցիք արդեն դուք էլ մտնել։ Ինքը վիրավորում էր մեզ, ասում էր դուք ձեր արածի համար պատասխան եք տալու, բայց մենք ինչ ենք արել։ Եվ նրանց դու արդեն սկսեցին ծեծել իրենց։ Ես չգիտեմ, ես այդքան մանրամասն չգիտեմ, ես վերջում ուղղակի ցույց եմ տվել, որ հեռու կանգնած, որ այդ կնոջը ոչ մեկ ոչ մոտեցել է, ոչ բան ասել, շատ բարձր ձայնով, ինչ տեսանյութ նայել եք։ Լրիվ չեմ նայել ես։ Եթե ցույց տակ մենք կարող ենք նայել, հետո շարունակել։ Խնդրեմ։ Բայց դուք էլ համոզվեք, որ ես որտեղ եմ եղել, ես ինչ եմ արել, բայց սկզբից ցույց կտաք, եթե ես ոնց եմ համոզել, հորդորել եմ, որ ինքը գնա, այդտեղից ցույց տվեք, մնացածը պատասխանեմ։ Նայենք ու շարունակենք։ Տարեկան 1000 բնակարան զինծառայողների համար 50% զեղչով։ Սպորտի և զանգասման կենտրոնների ստեղծում մարզերում։ Ձերսկի պահվածքը թող ցույց տան, իր մոտեցումը ոնց է մոտեցել, ու իմ պահվածքը ցույց տան, թե ոնց եմ հորդորել, որ ինքը շարունակի հեռանա այդ տարածքից։ Դուք պնդում եք, որ հարված չեղել, բայց տեսանյութը երբ միացնեցինք շատ կարճատված, դուք ասացիք, որ չեք Ես ուզեցել եմ իրեն ամբողջական եք ուզում, բայց տեսանյութը հստակ երևաց եւ ձեզ հարցրեցին։ Ես ուզեցել եմ ուղղակի ինքը նստի մեքենան, երբ ուզեցել եմ հրեմ, ես չեմ հիշում։ Ես երբ ուզեցել եմ հրելով իրեն նստեցնել մեքենան ուղղակի, համոզելով, որովհետեւ դրանից առաջ ես 5 անգամ խնդրել եմ, որ նստի մեքենատ գնա, ախպեր ջան։ Եթե ուրիշ մեկնաբը ես ինձ ցույց եմ տվել էլի մի կադր, որ ես ոնց եմ հորդորում, որ ինքը գնա։ Մի հատ էտել կճարեք, էտել կնայեք։ Ո՞վ է ցույց տվել, քանի որ ես նման տեսանյութ չեմ տեսել, դուք էլ ասում եք դուք չեք։ 5 տեղից նկարածա ինչ որ դրվագներով ցույց եմ տվել ինձ, բայց ես այդքան հիմա եթե նրանց, ասենք, մեր թեկնածուների ճամբարից են գցել, իրանց ոնց պետք է, ինչքան պետք է, այտենց կգցեն, բայց եթե ճշմարիտ են, եթե ուզում են ճիշտ մատուցեն ժողովրդին, թող ցույց տան այնտեղից, որտեղից սկսվել է, իրանք նկարելով են եկել, այս վերջի մասն են ցույց տալի, այս վերջի մասն են ցույց տալի երևի, բայց այդտեղ ահագին ժամանակ իրան խնդրվել է, որ իրանք հեռանան այդտեղից։ Ամեն դեպքում այդ պնդումը, որ ասացիք չեք հարվածել, բայց տեսանյութում առկա է, այս մասով։ Ես չեմ հիշում, ուղղակի ուզեցել եմ նստեցնել մեքենա երևի, ես չեմ հիշում, որտեղ ես չեմ ցանկացել իրան հարվածել, ինձ պետք չի։ Եվ մի ճշտող հարց է, դուք նաև Արցախյան ազատամարտին եք մասնակցել, որտեղ եք եղել։ Շատ տեղեր եմ եղել։ Օրինակ, երբ որ հաղթանակը երբ որ ժամանակը գա, ես չգիտեմ, հիմա խաղաղություն է մեր երկրում, արդեն 2 տարի ու կես է, շատ եմ ուզում, որ խաղաղություն լինի, բայց Աստված չանի, եթե նորից ինչ-որ բան լինի, ես նորից կգնամ, իմ հնարավորության չափով։ Այսինքն դուք մասնակցել եք Ղարաբաղյան շարժման ակտիվ հանձնարարություն, փոշմանել եք դրա համար։ Ոչ, երբեք, ինչի՞ կլի փոշմանել։ Դե հիմա հարցը Որտեղ մենք չենք սկսել կռիվը, Ադրբեջանն է սկսել մեր դեմ կռիվը, վայրագությունները իրենք են սկսել, մենք էլ իրենց պատասխանն ենք տվել։ Հիմա այդ պետք որ լինի, մեր պետությունը երբ որ այդ իրավիճակի մեջ հայտնվի պատերազմի մեջ, ես իմ ընկերներով ամեն րոպե պատրաստ եմ, թող մենք զոհվենք սահմանում, մեր 18 տարեկաններին բան չլինի։ Ես համաձայն եմ, երբ որ 18 տարեկանները
գնան ծառայության, պատրաստվեն, մեկ էլ գնան սահմանը տեսնեն ինչ է, բայց թող հետ վերադառնան իրենց ծնողների մոտ։ Ես ազնվությամբ ասում եմ ձեզ, ես սադրիչ չեմ, ես կառավարար չեմ, մեր կռիվ ուրիշ տեղ ա եղել, ստեղ մեր կռիվ անով չեմ։ Իսկ ինչպես եք վերաբերում են հայտարարությունին, որ օրինակ Ղարաբաղյան շարժումը ճակատագրական սխալ է եղել։ Ընդունելի է ձեզ համար այդ հայտարարությունը։ Ճակատագրական սխալի մասին ես չեմ էլ լսել, ճիշտ ասած։ Առհասարակ նման հայտարարություններ։ Ղարաբաղյան շարժումը մենք չենք սկսել։ Ղարաբաղյան շարժումը սկսվել է Սումգայիթից, երբ որ մեր հայերին, հղի կանանց այն ժամանակ այլ է, իսկ երեկվա հղի կանոջ հայտարարությունը ես շատ հեռվից եմ, ճչոց եմ լսել, որ ինքը ընդհանրապես չի էլ մասնավոր։ Այդ ոնց եղավ ես։ Ես անդամ երևում որ իրենք դրանով։ Ես իրան չէ, ինքը սադրում է։ Հատուկ պատրաստված բանկ այստեղ մեր դեմ։ Կարող է նաև իմ դեմ, որպես երկրապահի նախագահ։ Այսինքն դուք մտածում եք հղի կինը կգար երեխայի կյանքը վտանգելով։ Ես չգիտեմ էլ հղի է թե չէ կինը։ Ես չեմ տեսել իրան։ Ընդհանրապես ես մոտիկ չեմ գնացել կանանց։ Ես մենակ այդ տաղային եմ տեսել, որ եկել կանգնացրել ա մեքենան։ Ես էլ իջել իրան ասել եմ, գնացեք իրան հարցրեք, քանի անգամ եմ ասել, ախպերս գնա էլի նստի մեքենա, գնա։ Եվ վերադառնալով այդ Ղարաբաղյան շարժման ինչու հասցի, քանի որ Նիկոլ Փաշինյանը նման հայտարարություն արել։ Ես չեմ Եվ դուք լինելով ոնց կարող է պատահի Ղարաբաղյան շարժումը, որ մենք ներգրավել ենք այդ շարժման մեջ, ճակատագրական սխալ ես չեմ լսել, ճիշտն ասած մեր վարչապետը այդպիսի կարող է ուրիշ բան ա ուզեցել չէ, ուզել այդպես է ասել։ Շարժումը մենք ինչ ենք արել, որ մենք պաշտպանվել ենք միշտ։ Պաշտպանվելու համար նաև պետք է հարձակվել, ամրապնդել քո ինքնապաշտպանությունը։ Այսինքն չեք կիսում այդ տեսակետը։ Նաև լինելով այդ շարժման հիմքերում, հա, նաև մասնակցելով հաստատել։ Ես չեմ լսել, որ մեր վարչապետը այդպիսի բան ասել, որովհետև գտնում եմ, որ մեզ սադրել են, մեզ ներքաշել են այդ պատերազմի մեջ, մենք ստիպված մասնակցել ենք։ Ստիպված ենք մենք մասնակցել, կուզենա պատերազմի, հայ ժողովուրդը դարերով քրիստոնեություն ընդունելուց հետո երբեք պատերազմ չի արել։ Ընդհանրապես քրիստոնեություն դա խաղաղություն է։ Ձեզ համար հաշվի առնում նաև որ դուք պատերազմի մասնակից եք պատերազմների եւ մարտական ընկերներ եք կորցրել այդ նաև Արցախյան հողը, ձեզ համար Արցախը հայկական է։ Ինձ համար հայկական հող է Արցախը, որտեղ այնտեղ հազարամյակներով հայեր են ապրել, 3000 տարի։ Հիմա էլ ես գտնում եմ, որ եթե հնարավոր լինի, թող չգիտեմ ինչ կարգավիճակում, բայց այնտեղ էլի պիտի, եթե հնարավոր է հայր ապրեն, կա միջազգային, կա շատ մեծ կառույցներ, չգիտեմ, մի օր այդ արդարությունը պիտի վերականգնվել, այդպես չի կարելի 100,000 մարդու միանգամից դարպասները բացել ու ասեն հեռացեք ձեր կառուցած բնակավայրերից։ Ես այդքան քաղաքական գործիչ չեմ, ես ընդհանրապես, ես քաղաքականության մեջ եմ։ Որ բնականից եք ԿՊ-ին անդամակցում։ ԿՊ-ին դե ասեցի էլի ընկերոջ տեխնատության ժամանակից 21 թվականի դեկտեմբերից։ Ու այդպես էլ մնացել եմ որպես անդամ։ Ես ոչ թե ինչ-որ փոշմանել եմ, ոչ, ուղղակի եթե մտել եմ այդ կառույցի մեջ, ուրեմն ես պարտավոր եմ պաշտպանեմ այդ կառույցի շահերը։ Ես չեմ կարող լինել ԿՊ-ի անդամ ու գնալ մյուս կուսակցությունների հետ համագործակցել, բայց կան ճիշտ չի։ Տեսակետներ, կարծիքներ, որոնք եթե չեն համընկնում, դա կարծում նորմալ է։ Համընկնում են, ես իմ կարծիքը կհայտնեմ անպայման։ Համաձայն չեմ լինի այդ կարծիքների հետ, եթե ես հասկացա, որ սխալ կարծիքա, բոլորն էլ սխալ կարծիքներ ունեն, բոլորն էլ անսխալ մարդ չկա։ Անսխալ ասում են Քրիստոսն է, բայց սխալ հանեցին, վերջում խաչեցին։ Կարող է մի օր էլ ինձ խաչեն, բայց ես արդար մարդ եմ։ Ես երբեք սադրիչ չեմ եղել իմ կյանքում։ Դուրս եկեք փողոց, ինչ շատ մարդ է ճանաչում, շատ։ Հարցրեք, եթե Հարությունյան Արսենից մի վատ բան ընդհանրապես թեկուզ մի անգամ եղել է, ես չգիտեմ։
Իսկ այդ միջադեպը, որ եղավ արդեն հարվածներ, ինչպես հանդարտեց, ոստիկանություն ժամանեց կամ այդ Ոչ, ես հրելով հաստատություն ոնց են տեղափոխել շտապօգնություն։ Ես չգիտեմ, ինչ բուժաստատության մասին է խոսքը։ Մինչև վերջել այդ տղան եկե հասել է այն որտեղից որ մենք պիտի նստենք մեքենաներով եկել ենք, շարունակենք քարոզ արշավը, մենք ոդկով ենք գնում։ Ինքը մի կատաղած ձևի, եկե իջելանդեն, նորից նույն ձևի, սենց բան իրան, չգիտեմ, ուրիշ ձևի պահելով, մենակ լսեցի, ես մի քիչ հեռու էի, ինչ-որ գորգորոս լսեցի, պտտվեցի, տեսա, ուզում էր իմանալ, թե ինչ ա եղել, ով ա իրան հարվածել, բայց տեղել էր ինք ուզում սա ինչ-որ սադրիչ բան։ Այսինքն դուք հանգիստ նստեցիք մեքենան եւ այդտեղ ձեր մեքենային հարվածներ չեն եղել։ Ձեր ընկերներից մեքենան։ Ես չեմ հիշում։ Ես ազնվությամբ դուք եւ ձեր ընկերները մարմնական վնասվածք ստացել եք։ Դիմել եք Չեմ ուշադրություն, կոտրված կամ այլ։ Ես եկել եմ մի անգամից գնացել եմ, որտեղ տանն էլ ես ինձ սպասում են, եկել եմ մի քիչ հետո գնացել եմ տուն, հետո իրանք եկել են, ասում են իրանով իրանց խաղաղ քարոզարշավ անցկացրել են Մարմարաշենում, ոչ մեկ մի ձայն ասել իրանց, երկար ժամանակ արել են իրենց քարոզարշավը։ Ոչ։ Սամվել Կարապետյանի թիմը։ Համայնքապետարանի աշխատողներով բոլորով եկել են հանգիստ իրանց բանը կատարելը ոչ մեկ իրանց հասցեին ոչ մեկ ընդհանրապես մենք ինչի պիտի անմեղ տեղը այսպես ասեմ ուրիշի հասցեին վատ խոսքեր ասել ինչի համար իմ բնավորության մեջ չկա դուրս եկեք անդամներ կան այնտեղ տղեկից մի հատ հարցրեք ես ոնց եմ պահում ինձ ընդհանուր շրջապատում հասարակության մեջ երկրապահի շենքում դուք ստեղ միայն հանգիստ խոսալուց բարձր մակարդակից ուրիշ ոչ մի բան չեք տեսնում տղեկներ գնում են պոստերի շատ երկար սահման ենք պահում մեր պետությունը երբ որ գտնի որ մենք